Ոստիկանության տեղեկացմամբ Լոնգ Այլնդում 17-ամյա տղան սպանել է իր ընկերուհուն, ապա փորձել է ինքնասպան լինել, կրակելով սեփական դեմքին։ Կրակոցից հետո տղան ողջ է մնացել։ Դեպքը տեղի է ունեցել տղայի տանը։ Ծնողները 911 են զանգահարել կրակոցների ձայնը լսելուց հետո։ Ընկերուհին կրակոցից տեղում մահացել է, իսկ 17-ամյա տղան ծանր, բայց կայուն վիճակում տեղափոխվել է Սթոնի Բրուք համալսարանական հիվանդանոց։ Նրա դեմ հարուցվելու է սպանության 2-րդ աստիճանի մեղադրանք, իսկ դատարան ներկայանալը տեղի կունենա ավելի ուշ։ Քննությունը շարունակվում է, իսկ միջադեպի դրդապատճառը դեռ պարզված չէ։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաղորդման ընթացքում։ Մայրաքաղաք Վաշինգտոնում կրկին մարտաֆիլմ հիշեցնող դեպքեր են գրանցվել։ Այս անգամ գնդակահարել են ազգային գվարդիականներին։ Իսկ Նյու Յորքի մետրոն ինչպես միշտ լցված է տարօրինակ հանցագործներով ու ահասար սուր դեպքերով, որոնց մասին կպատմենք հաղորդման ընթացքում։ Միջազգային հարաբերությունների տեսանկյունից նույնպես հետաքրքիր թարմացումներ կան։ Խոսքը Պուտինի Թրամփին տված զգուշացումների մասին է։ Բացի այդ, պարզվել է, որ Կանադայի վարչապետը այնքան էլ լուրջ չի վերաբերվում Թրամփին, իսկ թե ինչու կտեղեկանաք հաղորդման երկրորդ կեսում։ Թարմացումներ կան նաև ԱՄՆ մուտքի վիզաների ստացման արագացման վերաբերյալ։ Թրամփը աջ ու ձախ վիրավորում է կին լրագրողներին։ Կպատմենք դեպքերի պատճառների մասին։ Նաև այսօրվա եթերի ընթացքում ձեզ պատմելու եմ ԱՄՆ-ի նահանգներից երևի թե ամենագեղեցիկի մասին, իսկ հաղորդման վերջում մեր հավատարիմ լսարանի համար ունենք անակնկալ, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ, որպեսզի բաց չթողնեք զարգացումները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Ձեր մեկնաբանություններն ու լայքերը շատ կարևոր են մեր նախագծի զարգացման և առաջին հերթին մեզ համար։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքով, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Մայրաքաղաք Վաշինգտոնում փողոցում երկու ազգային գվարդիականների են գնդակահարել։ Իշխանությունները դեպքը գնահատում են որպես նպատակային հարձակում։ Գվարդիականները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, երկուսն էլ ստացել են գլխի վիրավորումներ։ Վիրավորվել է նաև կասկածյալներից մեկը, որը հիվանդանոց է տեղափոխվել։ Հիշեցնեմ, որ մայրաքաղաքում հանցագործության մակարդակը նվազեցնելու նպատակով Դոնալդ Թրամփի հրահանգով ազգային գվարդիայի ստորաբաժանումները օգոստոսից տեղակայվել են Վաշինգտոնում։ Կրակոցները հնչել են չորեքշաբթի օրը ժամը 14:15-ին Farragut Square մետրոյի կայարանի մոտ, Սպիտակ տնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ FBI-ի երկու բարձրաստիճան իրավապահ պաշտոնյաները հայտնում են, որ միջադեպը նախնական տվյալներով դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչական հարձակում։ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ հրաձիգը ծանր վիրավորում է ստացել և շատ բարձր գին է վճարելու։ Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը զգուշացրել է Թրամփին Ուկրաինայի Թոմահոկ տեսակի հրթիռներ չուղարկել։ Զրույցը կայացել է այն պահին, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը Թրամփի և Զելենսկու հանդիպման աշխատանքներով է զբաղվում, իսկ Թրամփը լրջորեն քննարկում էր Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու համար Ուկրաինային հրթիռներ տրամադրելու տարբերակը։ Պուտինը Թրամփին ասել է, որ այդ հրթիռների մատակարարումը ռուս-ամերիկյան հարաբերություններին և խաղաղության պատկերին կարող է լուրջ վնաս հասցնել։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրենը հայտարարել է. Այս պատմությունը ցույց է տալիս մեկ բան. խաղաղության հասնելու համար ամերիկյան կողմի ներկայացուցիչը գրեթե ամեն օր խոսում է Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ։ Հենց դրա համար է նախագահ Թրամփը Վիտքոֆին նշանակել այդ պաշտոնին։ New York Post-ի տեղեկացմամբ Դոնալդ Թրամփը որոշել է, որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմս ունեցող բոլոր արտասահմանցի երկրպագուները, որպեսզի ԱՄՆ մուտք գործելու հարցում խնդիրներ չունենան վիզայի համար, դեսպանատներում կընդունվեն առաջնահերթ նշանակված ժամերով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ վիզաների մեծ պահանջարկին դիմակայելու համար ԱՄՆ վարչակազմը ավելի քան 400 լրացուցիչ հյուպատոսական աշխատակից է ուղարկել աշխարհի տարբեր երկրներ։ Նրա խոսքով ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների 80% տարածքներում դիմողներին հաջողվում է 60 օրվա ընթացքում վիզայի հերթագրում ստանալ։ Այս աշխարհի առաջնությունը առանձնահատուկ է իր մասշտաբով։ Առաջին անգամ պատմության մեջ մրցաշարին կմասնակցեն ոչ թե 32, այլ 48 հավաքականներ։
էր։ Սա նշանակում է ավելի շատ երկրներ, ավելի շատ պատմություններ եւ անմոռանալի պահեր ամբողջ աշխարհի երկրպագուների համար։ Միացյալ Նահանգները կունենա տանտիրոջ պատմական դեր։ 104 խաղերից 78-ը անցկացվելու են հենց ԱՄՆ-ում, դառնալով այն երկիրը, որը երբևէ ամենաշատ խաղերն է հյուրընկալել աշխարհի առաջնության ընթացքում։ Տնտեսագետները կանխատեսում են, որ այս առաջնությունն ամենաշահութաբերն է լինելու պատմության մեջ։ Թրամփը հերթական անգամ անձնական վիրավորանք է հնչեցրել կին լրագրողի հասցեին։ Այս անգամ նախագահը New York Times-ի թղթակցին անվանել է ստոր եւ տգեղ։ Սա վերջին շաբաթներին նրա կին լրագրողների նկատմամբ ուղղված անձնական վիրավորանքների արդեն երրորդ դեպքն է։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ ինքնաթիռում տված իր հարցազրույցի ժամանակ նախագահը լրագրողներից մեկին խոզուկ էր անվանել։ Truth Social-ում Թրամփը նրան որակել է որպես երրորդ կարգի լրագրող, որը տգեղ է ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Արձագանքելով հոդվածին, որտեղ լրագրողը մեկ այլ լրագրողի հետ քննարկել է նախագահի տարիքն ու դրան վերաբերվող նշանները։ Դեպքից հետո Թրամփը Times-ին անվանել է էժան թերթ եւ ժողովրդի թշնամի։ New York Times-ի խոսնակը NBC News-ին ասել է, որ նյութը ճշգրիտ է եւ հիմնված է փաստերի վրա, եւ հավելել, որ անձնական վիրավորանքները չեն փոխի այդ փաստերը։ Այս տարի Նյու Յորքի մետրոն միաժամանակ ունեցել է թե զգալի բարելավումներ, թե վտանգավոր միջադեպեր։ Անվտանգության ծառայությունները մեծացրել են ոստիկանների ներկայությունը։ Նոր տեսախցիկներ են տեղադրվել, իսկ հսկողությունը խստացվել է։ Սակայն այս ընդհանուր բարելավման ֆոնին մետրոյում շարունակում են գրանցվել մի շարք մտահոգիչ, թե վիճակագրորեն հազվադեպ միջադեպեր։ Օրինակ, այս շաբաթ Նյու Յորք քաղաքի ոստիկանությունը հայտնեց, որ Բրոնքսում երեկոյան պիկ ժամին մի կին ածելիով վնասել է գնացքի ուղևորներից մեկին եւ փորձել պոկել նրա շղթան։ Մոտ 30 տարեկան կասկածյալը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը հայտնում է, որ սա վերջին օրերի միակ միջադեպը չէ։ Անցած շաբաթ Բրուքլինում մեկ այլ կին գնացքում խեղդել էր 13-ամյա աղջկա։ Կասկածյալը դեռ որոնվում է, իսկ աղջիկը, որին տեղում օգնություն է ցուցաբերվել, բարեբախտաբար փրկվել է։ Այս նույն շաբաթվա ընթացքում 28-ամյա մի տղամարդը դանակահարել է երկու տղամարդու, իսկ նոյեմբերի 16-ին մեկ այլ տղամարդ մի կնոջ հրել է շարժվող գնացքի տակ։ Արդյունքում կինը ողնաշարի կոտրվածքներ է ստացել։ Այս տարվա ընթացքում Նյու Յորքի մետրոյում արձանագրվել է 513 դեպք, անցյալ տարվա 517-ի փոխարեն։ Այս ամենից միայն մեկ հետևություն կարող ենք անել, որ չնայած բոլոր խստացումներին, Նյու Յորքի մետրոն մնում է քաղաքի ամենավտանգավոր վայրերից մեկը։ Կանադայի վարչապետ Մարկ Կարնին հայտարարել է, որ չի շտապում ԱՄՆ-ի հետ վերսկսել առևտրային բանակցությունները։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հետ քննարկելու հրատապ որևէ թեմա այս պահին չկա։ Երբ լրագրողները հարցրել են, թե վերջին անգամ երբ է խոսել Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանել է. «Ում է հետաքրքրում։ Դա մանրուք է, ես նորից կխոսեմ նրա հետ, երբ կարևոր լինի»։ Վարչապետը նշել է, որ երբեմն Թրամփի հետ կապը սահմանափակվում է կարճ հաղորդագրություններով։ Քրիս Սենսը, Ջոնս Հոփքինսի համալսարանի Կանադայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը նշում է. «Սա այն բանակցություններից է, որտեղ երկու կողմն էլ բարձրաձայն եւ ցուցադրական կոշտ դիրքորոշում են դրսեւորում եւ ոչ մի զիջում չեն ցանկանում անել»։ Փորձագետները սպասում են, որ 2026-ին կվերանայվի ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա ազատ առևտրի համաձայնագիրը։ Ֆլորիդայի Մերիոն շրջանի Հրշեջ փրկարար ծառայության 4 աշխատակիցներ ձերբակալվել են խոշտանգումների մեղադրանքով։ Քննիչները պնդում են, որ նրանք waterboarding-ի մեթոդով փորձել են խեղդամահանել իրենց 19-ամյա գործընկերոջը։ Waterboarding-ը հալածանքի մեթոդ է, որի ժամանակ մարդուն պառկեցնում են, դեմքը ծածկում են կտորով, իսկ վերևից ջուր են լցնում նրա վրա։ Քրեական գործի շրջանակում մեղադրյալները կալանավորվել են։ Հրշեջ ծառայության ղեկավարը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է, որպեսզի պարզեն, արդյոք այլ աշխատակիցներ ներգրաված են եղել այս միջադեպին, թե ոչ։ Տուժողը, ով մոտ 1 տարի է ինչ աշխատում է Հրշեջ փրկարար ծառայությունում, հրաժարվել է արձակուրդից եւ վերադարձել է աշխատանքին, նշելով, որ երկրի հանդեպ արտականություններ եւ աշխատանք ունի։ Հավայան կղզիներում Ֆլորիդայից ժամանած մի սպա փրկելով 2 երեխաների կյանքը զոհվել է օվկիանոսում։ Տեղական ոստիկանության հաղորդմամբ զոհվածը ԱՄՆ ռազմածովային ուժերի 47-ամյա ծառայող Ջեֆրի Դիասն էր։
Ըստ ընտանիքի պատմության ուժեղ ալիքը փոքր որդուն քաշել է օվկիանոսի խորքը, ինչի հետևանքով տղան սկսել է խեղդվել։ Դիասը որդուն փրկելու համար անմիջապես նետվել է ալիքների մեջ։ Սկզբից օգնելով մեծ որդուն, որ դուրս գա, ապա լողացել դեպի փոքր որդին։ Երկու երեխաներն էլ կարողացել են ապահով դուրս գալ ափ, սակայն Դիասը այլևս չի կարողացել դուրս գալ, քանի որ հզոր հոսանքը նրան քաշել է դեպի օվկիանոս։ Նրա կինը հայտնել է, որ ընտանիքը 3 ամիս էր ինչ տեղափոխվել էր Կաուային, իսկ Դիասը նախատեսում է շուտով ծառայությունից թոշակի անցնել։ ԱՄՆ-ում շուրջ 40 տարվա դադարից հետո կոմունիստական կուսակցության թեկնածուները Մեյնում, Մասաչուսեթսում և Նյու Յորքում հաղթել են տեղական ընտրություններում։ Վերլուծաբանները նշում են, որ նրանց մարտավարությունը հիշեցնում է Զոհրան Մամդանիի մոտեցումները։ Հիշեցնեմ, որ Մամդանին դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ Կոմունիստական կուսակցությունը չի աջակցում ոչ դեմոկրատներին, ոչ հանրապետականներին և 2024-ին ընդունել է հակաթրամփյան բանաձև, ինչի պատճառով MAGA կոմունիստները ստեղծել են առանձին կուսակցություն։ Այսօր ամերիկացի կոմունիստները շարունակում են մարքսիստական գիծը, քննադատում են կապիտալիզմը, դեմ են Թրամփի արտաքին քաղաքականությանը, աջակցում են Պաղեստինին և մասնակցում արհմիութենական շարժումներին։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ-ի այն նահանգի մասին, որտեղ երբևէ շրջում էին մամոնտներն ու բիզոնները, և մարդիկ նրանց հարևանությամբ ապրում էին ժայռերում։ Այս նահանգը միշտ ուշադրության կենտրոնում է իր անսովոր բնության, լեռների ու գետերի պատճառով։ Լեռնային լանդշաֆտ սիրողների համար Քոլորադոն ԱՄՆ-ի ամենագեղեցիկ նահանգն է։ Եկեք բացահայտենք այս արտասովոր վայրը միասին։ Բարի գալուստ, Քոլորադո։ Նահանգը գտնվում է ԱՄՆ-ի հենց կենտրոնում, սահմանակից է Յութային, Նյու Մեքսիկոյին, Օկլահոմային, Կանզասին, Նեբրասկային և Վայոմինգին։ Նրա անկյուններից մեկում է գտնվում Four Corners Monument-ը, Միացյալ Նահանգների միակ կետը, որտեղ կարելի է միաժամանակ կանգնել 4 նահանգներում։ 1858 թվականին Չերի Քրիքում, ներկայիս Դենվերում սկսվեց ոսկու որսը, Pikes Peak Gold Rush-ը։ Այս ժամանակաշրջանը Քոլորադոյի պատմության և ձևավորման ամենակարևոր հատվածն է։ 1858-ից 61 թվականներին տեղի ունեցած այս ոսկու որոնման մրցավազքի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ ԱՄՆ-ից տեղափոխվեցին տարածաշրջան, ձևավորելով ներկայիս բնակչությունն ու բազմաշերտ մշակույթը։ 1876 թվականին ԱՄՆ-ի 100-ամյակի տարում Քոլորադոն դարձավ Միացյալ Նահանգների 38-րդ նահանգը։ Այդ պատճառով այն կոչվում է նաև The Centennial State, այսինքն 100-ամյակի նահանգ։ Իսկ նահանգի անվանումը գալիս է իսպաներենից։ Քոլորադո նշանակում է կարմրագույն կամ գունավորված։ Իսպանացի հետազոտողները նկատել էին գետերի կավային նստվածքները, որոնք ջրին տալիս էին կարմրավուն երանգ։ Ժամանակի ընթացքում տարածաշրջանի գետերը նկարագրող բառը տարածվեց ամբողջ տարածաշրջանի վրա և ի վերջո դարձավ նահանգի պաշտոնական անվանումը։ Քոլորադոն բացի իր բազմաթիվ սարերով և լեռներով հայտնի է նաև իր զբոսաշրջային քաղաքներով։ Դենվերը, որը գտնվում է ուղիղ մեկ մղոն բարձրության վրա, կրում է Mile High City անունը։ Ասպեն և Վեյլ քաղաքները հիմնադրվել են զինվորների կողմից, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ մարզվում էին լեռնային մարտական գործողությունների համար։ Իսկ Continental Divide-ը մայրցամաքային բաժանարարը անցնում է հենց Քոլորադոյի միջով, որոշելով թե որ գետերն են հոսելու դեպի Ատլանտյան և որոնք դեպի Խաղաղ օվկիանոս։ Այս բոլոր գործոնների շնորհիվ Քոլորադոն ձևավորվել է որպես ազգային նշանակության նահանգ։ Այն համարվում է ԱՄՆ-ի արագ զարգացող տարածաշրջաններից մեկը, որտեղ հավասարակշռվում են բնապահպանական քաղաքականությունը, արդյունաբերական աճը և բնակչության կյանքի որակը։ Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ երկար ֆորմատային և գաղափարային վերլուծություններից ու քննարկումներից հետո մեր թիմը վերջապես մի նոր ինֆորմատիվ բլոգ է ավելացնում նախագծի մեջ, որը կօգնի էլ ավելի լցնել ձեր ժամանակը մոտ լինելով հայկական մշակույթին։ Այսուհետ ամեն հինգշաբթի ձեզ կներկայացնենք միջոցառումների շարք, որոնց կարող եք մասնակցել գալիք օրերին։ Մեծ հույս ունենք, որ կհավանեք մեր նոր գաղափարները, իսկ հիմա անցնեմ սպասվող միջոցառումներին։ To be or not to be, թատերական ներկայացում, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ժամը երեկոյան 7-ին, հասցե AGBU Performing Arts Center, Los Angeles։ Անհայտ բաժանորդ, թատերական կոմեդիա ներկայացում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ժամը 7:30-ին, հասցե AGBU Performing Arts Center, Los Angeles։
Մոլորվածը ֆիլմի ցուցադրում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ժամը երեկոյան 7-ին, հասցե AGBU Performing Arts Center, Los Angeles։ Իսկ հիմա սպորտի հետ կապված սպասվող միջոցառումները։ NBA Cup Dallas Mavericks at Los Angeles Lakers բասկետբոլային խաղ, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը երեկոյան 7-ին, հասցե Crypto Arena։ Vancouver Canucks at Los Angeles Kings, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին ժամը երեկոյան 7-ին, հասցե Crypto Arena։ Հուսամ, որ մեր կողմից առանձնացված իվենթները հետաքրքիր կլինեն ձեզ համար և միգուցե կարողացանք հուշել, թե ինչով հագեցնեք ձեր առօրյան գալիք շաբաթվա ընթացքում։ Կխնդրեմ մեկնաբանություններում գրեք, թե ինչ կարծիքի եք մեր այս միջոցառումների բլոգի վերաբերյալ։ Արդյոք հետաքրքիր էր նման տեղեկատվություն լսելը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են տեղադրվել մեր սոցցանցերում։ Ամազոնը կտրուկ անցում է կատարել դեպի արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։ Ընկերությունը 14,000 կորպորատիվ աշխատակից է կրճատել։ Ամազոնը նախատեսում է ավտոմատացնել իր գործողությունների շուրջ 75%-ը, օգտագործելով ավելի քան 750,000 ռոբոտ, ինչը հսկայական փոփոխություն է աշխատանքի ապագայի համար։ Այս քայլը, որը նպատակ ունի բարձրացնել արդյունավետությունը, միաժամանակ լուրջ հարցեր է հնչեցնում։ Ինչ դեր կունենան մարդիկ ապագա աշխատաշուկայում։ Մինեսոտայում ձյան ուժեղ փոթորկի պատճառով ճանապարհներին իսկական խցանում և քաոս է ստեղծվել։ Անբարենպաստ եղանակը հանգեցրել է բազմաթիվ վթարների։ Մեկ ճանապարհի վրա միանգամից 10 բեռնատար է բախվել։ Գործակալությունների փոխանցմամբ որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն մայրուղիների երթևեկությունը մի քանի ժամ ամբողջությամբ կանգնած է եղել։ Ընդհանուր հաշվով նահանգում մեկ օրվա ընթացքում գրանցվել է մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար։ Թենեսիում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Գատլինբուրգի կենտրոնում մի արջը գիշերվա ընթացքում բարձրացել էր զվարճանքների կենտրոնի և հարևան ռեստորանի տանիքների վրա ու ժամերով շրջում էր այնտեղ, մինչև լուսաբաց։ Ոստիկաններն ու կենսաբանները փորձել են անվտանգ իջեցնել նրան և ի վերջո հանգստացնող դեղանյութ են օգտագործել։ Քնած արջին հատուկ տեխնիկայով իջեցրել են ներքև և տեղափոխել ազգային պարկ։ Կալիֆոռնիայում շուտով զգալիորեն կավելանան Waymo ընկերության առանց վարորդ տաքսիները։ Նահանգային իշխանությունները վերջնականապես հաստատել են այս մեքենաների ընդլայնման ծրագիրը։ Վարորդազուրկ մեքենաների քանակը հիմնականում կավելանա Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Օքլենդում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր և վստահելի տեղեկատվություն, սեղմ ու հետաքրքիր ձևով ներկայացնելով մեր Facebook-ում և Instagram-ում, այնպես որ կարող եք հետևել մեր սոցցանցերի թարմացումներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։